Եվ ձեզ ժողովուրդ ջան, առաջին հերթին շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր անտարբերությանը ասեցին ոչ, որովհետև մարդ չի կարող անտարբեր վերաբերվի իր երեխու ապագային։ Այնինչ այսօր կատարվում է, ուզում եմ հստակ ֆիքսեք, դա Բարգավաճ Հայաստանի հետ միայն կապ չունի։ Խնդիրը մանդատները չեն, խնդիրը Բարգավաճը կասնի, թե որ չնայած բոլոր մարդկային և արդար բոլոր սկզբունքներով, այո, չի կարելի թույլ տալ, որ գետ մեկ ձայն յուրացվի, մեկ ձայն գողացվի։ Խնդիրը հետևյալն է, յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացի, նույնիսկ այն մարդ, ով կարող է մեր հետ համաձայն չի, եթե իր ձայնը գետնով են տալի, վաղը սարից են գետնով տալու։ Առանց ձայն ով է։ Պետք է շատ հստակ և պարզ ֆիքսել հետևյալ է, շատ կարճ եմ խոսալ։ Գիտե, մենք ենք բոլորս են այդ ներվի վրա ենք։ Բայց սահմանադրական դատարանից ակնկալում է ընդամենը մի բան, որ սահմանադրական դատարանը պաշտպանի սահմանադրությամբ ամրագրված քաղաքացու իրավունք ուրիշ ոչ մի բան։ Այո։ Այդ իսկ պատճառով ակնկալում ենք գոնե Հայաստանի абսուրդ բան եմ ասում, բայց այտենց է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանից Հայաստանի Հանրապետության սահմանադրության դրույթների կատարում, վերջ։